Հայաստանում ընտրությունների լուսաբանումը շարունակում է մնել հանրային վստահության ձևավորման առանցքային գործոններից մեկը, սակայն լրագրողները հաճախ բախվում են մի շարք խնդիրների, սկսած տեղեկության հասանելիությունից մինչև իրավական սահմանափակումներ։ Լրատվամիջոցները նշում են, որ ընտրական գործընթացներում երբեմն դժվար է պահպանել հավասարակշռված լուսաբանումը, քաղաքական ճնշումների, ժամանակային սուղ պայմանների եւ ապատեղեկատվության մեծ հոսքի պատճառով։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծում է, խոսքի ազատությունը չի նշանակում ամենաթողություն։ Նրա խոսքով հեռարձակողները պարտավոր են պահպանել օրենսդրական պահանջները, ապահովել բազմակացությունը եւ չխախտել ընտրական գործընթացի արդարությունը։ Բոլորը բարձրացնում ենք ընտրությունների անցկացման լեգիտիմությունը, որտեղ ընտրությունների լեգիտիմությունը բարձրացում է նույնիսկ ամենաանդիմադիր, ամենադաժան քննադատությամբ մեդիա, որտեղ եթե կա այդպիսի մեդիա, ուրեմն ընտրությունները անցնում են բաց եւ թափանցիկ պայմաններով։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարող է մերժել կամ պատժամիջոցներ կիրառել այն դեպքերում, երբ արձանագրվում են խախտումներ, օրինակ միակողմանի քարոզչություն, ատելության խոսք կամ չստուգված տեղեկության տարածում։ Մյուս կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնում է նախընտրական քարոզչության իրավակարգավորումները։ Ակնհայտ հայոյանք, վիավորանք պարունակող հոլովակներ էին ներկայացրել հեռուստաընկերություններին եւ հեռուստաընկերությունները, այսպես ասած, փակուղում էին հայտնել, որովհետեւ իրենց օրենսդրության, այսպես ասենք, իրենց համար մայր օրենսդրության տեսահոլովակական մեդիայի տեսանկյունից ինքը արգելված է նման կոնտենտը հեռարձակել, բայց ընտրությունների քարոզչության տեսանկյունից չկար որևէ նորմ, որ արգելում էր ընտրություններում գրանցված քաղաքական ուժի կողմից ներկայացված հոլովակը եթեր չհեռարձակվի։ Արհեստական բանականության դերը եւս գնալով մեծանում է։ Այն կարող է օգնել արագ վերլուծել տվյալները, հայտնաբերել ապատեղեկատվությունը եւ վերահսկել մեդիա դաշտը։ Սակայն մասնագետները զգուշացնում են, AI-ի կիրառումը պահանջում է պատասխանատու մոտեցում, քանի որ այն կարող է դառնալ մանիպուլյացիայի գործիք։ Նախընտրական քարոզչության մոնիտորինգը իրականացվում է հատուկ մեթոդաբանությամբ, հաշվարկվում է եթերաժամը, գնահատվում է բովանդակության տոնայնությունը եւ հավասարակշռությունը։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։